Սկսնակ մեծություն Չարենցի և կայացած մեծություն Թումանյանի առնչությունները հայ գրականագիտության սևեռման առարկա են եղել, սկսած դեռևս երկու մեծության այն քիչ հանդիպումներից, շփումներից, որոնց անդրադարձել են ժամանակակիցները, հետագա գրականագետները, թումանյանագետներն ու չարենցագետները։ Ինքը Չարենցը իր մեծ նախորդներից բարձր հնչեցրել է հատկապես երկու անուն՝ Տերյան և Թումանյան։ Չարենցը նախ Տերյանի ազդեցությունն է իր վրա զգացել, ապա և Թումանյանի։ Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը Չարենց-Թումանյան հանդիպումը, կապը, շփումներն ու հարաբերությունները ներկայացնում է մեծերի կյանքի ու գործունեության ուսումնասիրության գրականագետի իր դիրքերից։ Թումանյանը Թումանյան էր, Չարենցը Թումանյանի գրքերով էր սովորել, գործերով էր դպրոցում կրթություն ստացել, գոնե այնքան ինչքան սովորեց։ Այսինքն Չարենցը Թումանյանին գիտեր դպրոցից, բայց որպես ստեղծագործող Չարենց-Թումանյան առնչությունը սկսվել է 1916 թվականին։ Չարենցը գրել էր բանաստեղծություն արտիստը Պետրոս Ադամյանի մահվան կապակցությամբ։ Այդ բանաստեղծությունը ուղարկել էր Հորիզոն թերթի խմբագրությանը։ Բանաստեղծությունը հայտնվել էր Հովհաննես Թումանյանի մոտ։ Թումանյանը կարդացել էր և հրահանգել էր տպագրել։ Բանաստեղծությունը 8 տուն էր, թերթի պատասխանատու քարտուղարը Նարդոսն էր, թողել է 5 տուն։ Այդ բանաստեղծությունը այդպես էլ տպագրվեց։ Չարենց-Թումանյան առնչությունը սկսվում է 16 թվականից և շարունակվում է մինչև Թումանյանի մահը և Չարենցի մահը։ Թումանյանը մտադիր էր ամսագիր էր հրատարակել և նյութեր էր հավաքում։ Դրա համար Չարենցը ուղարկում է գործեր, ստեղծագործություններ է ուղարկում։ Թումանյանի այդ ամսագիրը կարծեմ նոր օր էր վերնագիրը, ամսագիրը լույս չի տեսնում, այդ գործերը մնում են։ Այս մասին գրառումների մեջ հիշում է Նվարդ Թումանյանը։ Ժամանակակիցներից հավաստի աղբյուր է Նվարդ Թումանյանը, որը փոխանցել է մանրամասներ Թումանյան-Չարենց հանդիպման մասին։ 1921 թվականի ամռանը տեղի ունեցած նրանց առաջին հանդիպման մասին Նվարդը վկայում է. իրեն մի տեսակ ճնշված էր զգում, քաշվում էր Թումանյանից և առանձին ակնածությամբ էր խոսում հետը։ Կյանքում և հատկապես գրական տիրույթում շատ երկար շարունակվեցին Չարենց-Թումանյան առնչությունները, ընդհուպ մինչև մեր ժամանակները, որոնք տարբեր փուլերում, տարբեր կերպ էին արտահայտվում։ Թումանյան-Չարենց հարաբերությունը մի նոր փուլ է մտնում ավելի ուշ, երբ 1919 թվականի հոկտեմբերին Նիկոլ Աղբալյանը Երևանում պառլամենտի շենքում հանդես եկավ Չարենցի մասին զեկուցմամբ, մի նոր բանաստեղծ Եղիշե Չարենց, այդ հարցը քննարկեց Թումանյանի հետ։ Մինչ այդ Աղբալյանը Չարենցի գրքերը կարդացել էր, ծանոթացել էր, հավանել էր և ուզում էր անդրադարձանել, բայց զարմանալիորեն ինչ նոր մարդկային հարաբերություններ են, գրական հարցերը քննարկեց Թումանյանի հետ և Թումանյանը տվեց իր դրական կարծիքը։ Եղավ այս միջոցառումը։ Իհարկե այդ ամենի մասին Թումանյանը չէր կարող չիմանալ, թերթերը գրեցին, կար, ամեն ինչ կար։ Թումանյան-Չարենց հարաբերությունները շարունակվեցին Չարենցի, Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու 3-ի դեկլարացիայից հետո, որով կոչ էր արվում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն, նոր ձև և նոր ուղիներ։ Զարմանալի մի շրջան է, 22 թիվն, հունիսի 14, Խորհրդային Հայաստանում լույս է տեսնում 3-ի դեկլարացիան։ Ժամանակի շունչը նիհիլն էր, ժխտումը, անցյալի ժխտումը, և դա գալիս է հեղափոխության այսպես գաղափարական պատկերացումից։ Մենք հեղափոխությամբ աշխարհը վերափոխեցինք, պետք է նաև մտավոր աշխարհում արվեստը վերափոխենք, գրականությունը վերափոխենք։ Վերափոխելը հասկանում են նախկինների ժխտումով։ Այդպես դեռևս 12 թվականին Վլադիմիր Մայակովսկին էր հանդես եկել արդիականության նավից պետք է դուրս նետենք բոլոր այդ Լև Տոլստոյներին, Դոստոևսկիներին, սրան, նրան, Չեխովներին և մյուսներին արդիականության նավից։
Խորհրդային հեղափոխության ազդեցությամբ Չարենցի բնութագրումներում Թումանյանը տեղ գտավ անցյալի սեփականություն դարձած դասական գրականության լուսանցքում որպես նահապետական գյուղի քնարերգու, կենցաղագիր, գյուղացի ոտից գլուխ, կենթանի անախրոնիզմ, անցած կենցաղի կենթանի ուրվական։ Չարենցը Թումանյանի այս բնորոշումն արել է Խորհրդային Հայաստան թերթում 1922 թվականի հունիսին 3-ի դեկլարացիայի հրապարակումից 2 օր անց։ 3-ի դեկլարացիայի մեջ կար ժխտումը Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, բայց Թումանյանի եւ Չարենցի գործերի գիտակի դիտարկմամբ դա զարմանալի ժխտում էր, որովհետև Չարենցը մի ձեռքով, մի շնչով, մի այսպես ստեղծագործական ծրագրով ժխտում էր, մյուսով հաստատում։ Ժամանակն էր պահանջում այդ ժխտումը, դրա համար եմ շեշտում այս պահը։ Տեսեք, սա 22 թվականի հունիսն է։ Սրան հաջորդեց Չարենցի մի հոդվածը ժամանակի հայ պոեզիայի վերաբերյալ, որտեղ դարձել անդրադարձ կար այս 3 բանաստեղծներին, բայց ընդամենը մի քանի ամիս այն կողմ 1923 թվականի հունվարի 1-ին Չարենցը մի նամակ է գրում Հովհաննես Թումանյանին, ով այդ ժամանակ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում պառկած բուժվում էր եւ չբուժվեց, հետեղ էլ մահացավ։ 23 թիվ հունվարի 1 ինչ է գրում։ Սիրելի Թումանյան, ես Մոսկվայում եմ Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ, Մյասնիկյանի հետ։ Ուզում էի այցելել ձեզ, բայց հանգամանքների բերումով չկարողացա այցելել ժամանակի առումով։ Գրում եմ այս նամակը։ Մյասնիկյանի հետ վերադառնում ենք մեր հայրենիք, այնտեղ, որտեղից պետք է ստեղծենք մեր նոր արվեստը, որի հիմքը պետք է լինի ձերը։ Տեսեք, այդտեղ ժխտում ընդամենը ամիսներ են տարբերությունը։ Եվ այդ ինչ հուզիչ նամակ է, Թումանյանին նվիրված, այդ ինչ հուզիչ նամակ է։ Ես ինչքան կարդացել եմ այդ նամակը, գրեթե անգիր գիտեմ, ինչքան կարդացել եմ, հուզվել եմ։ Այդ ինչ մաքուր նամակ է, նվիրումով նամակ է։ Նամակ, որով Չարենցն իր խոնարհումն էր բերել մեր նոր քերթության անհասար արատին, ամենասիրելի Թումանյանին, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին, Նայրյան խոսքի ավագ նահապետին, ով իր վաստակած եւ իմաստուն կյանքը, իր հոգեկան բարիքներն ու գանձերն այնքան շռայլ ձեռքով նվիրել էր հայրենի եզերքին։ Մեր խոսքի ամենամեծ վարպետ, Նայրյան խոսքի ավագ նահապետ ձևակերպումներում Թումանյանը կարծես նույնականացվում է հայ խոսքի հետ։ Հովհաննես Թումանյանի այսքան մեծությունը ինչով է պայմանավորված։ Հովհաննես Թումանյանի լեզուն փոխեց գրական հայրենի, էլ Թումանյան չի։ Փոխեց կոշտ բարբարի, էլի Թումանյան չէ։ Թումանյան տեսավ կենթանի հայերենը, որը այսօր էլ կա, եւ դա մեր խոսքն է, եւ այդ դրա համար մանկական գրականություն, տոննաներով հետո գրեցին, բայց էլի Թումանյանն է մեր երեխեքի ձեռքի գիրքը։ Թումանյանն են կարդում, Թումանյանն է ձեզ խոսքն է, ճիշտ է։ Այս հուզիչ նամակից հետո Չարենցը վերադարձավ Երևան, Թումանյանը մահացավ։ Թումանյանի դիակը գնացքով որ բերում էին, Խարկովում դիմավորել է Աքսել Բակունցը։ Աքսել Բակունցը ելույթ է ունեցել, ճառ է ասել, հետո եկել է Թիֆլիս, ընդ որում Թումանյանին, որ Թիֆլիսում խոչվանքում վարկավորում էին, հիշատակություն կա, պետք է տեղափոխվի Հայաստան, պետք է բերեին դիակը Երևան, այդպես էլ մնաց ու մնաց։ Թումանյանը մահացավ 23 թվականի մարտի 23-ին։ Հանդես եկան շատերը, ամբողջ Անդրկովկասյան, այսպես ասած, մտավորականությունը, բոլոր լեզուներով, թերթերը լեցուն էին նրան նվիրված հոդվածներով, նկարներով, լուսանկարներով, ամեն ինչով։ Չարենցը հանդես եկավ 3 հոդվածով, 3 հոդված գրեց Թումանյանի մահվան կապակցությամբ, մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից ուշագրավ, որոնք բացահայտում են նաև իր այդ տարիների ստեղծագործական էությունն ու գաղտնիքները։ Բոլոր դեպքերում ինչ էլ գրեց, մեծարում էր, գնահատություն էր, զարմանք էր նաև, հիացած էր Թումանյանով։ Ասեմ ձեզ, Չարենցի գործունեության մեջ մի գիծ կա, որ տանում է էլի Թումանյան։ Թումանյանը դասագրքեր է կազմել, Չարենցն էլ է դասագրքեր կազմել։
14 անուն դասագիրք է կազմել Չարենցը։ Եվ այդ դասագրքերում բնականորեն իր տեղ ուներ նաև Հովհաննես Թումանյանը։ Թումանյանի մահախոսականում Չարենցը գրել է. «Սերունդներ են կրթվել մեր մեծ պոետի գործերով եւ այդ գործերից շատ-շատերն այսօր եւ աղը կրթելու են նորանոր սերունդներ»։ Չարենցն անդրադարձել է նաև բանաստեղծի լեզվին։ Մեր մեծ պոետի մահով մեռնում է վերջին մոհիկանը, մեր ժողովրդական առույգ եւ հյութալի բարբարի եւ մեր գալի գրականությունը շատ բան ունի վերցնելու Թումանյանի գանձարանից։ Շատ կարևոր է գրականության լեզվի շուրջ 1934 թվականի հուլիս ամիսներին ծավալված բանավեճը Երևանում։ Գրական լեզվի հարցերն են քննարկում։ Շատերը հանդես եկան նաև Չարենցը, որը պետք է լինի ներկա գրականության լեզուն, ինչի վրա պետք է հենվել։ Զարմանալիորեն Չարենցը ժխտեց Տերյանի լեզուն, ասեց Տերյանի լեզուն չի կարող լինել, որովհետև շատ մաքուր է, շատ իր բառով ասած նիվելիրովկայի է ենթարկված, հղկված է, արխայական հայերենն է։ Թումանյանի մասին երկար խոսել է ու բացատրություններ է տվել։ Թումանյանի լեզուն էլ չհամարեց այսօրվա գրականության լեզու, համարեց Տերենիկ Դեմիրճյանի լեզուն, որը ըստ Չարենցի եւ արդիական է եւ մի քիչ էլ ժողովրդախոսակցական, այս շունչը կար։ Այնպես որ լեզվի հարցերում էլ Չարենցը Թումանյանին անդրադարձել է եւ շատ ուշագրավ ու հետաքրքրական գնահատումներ է տվել։ Թումանյանի մահով չընդհատվեցին Թումանյան-Չարենց առնչությունները, դրանք շարունակվեցին այս անգամ բանաստեղծի դստեր Նվարդի հետ գրական համագործակցության արդյունքում, երբ Պետրատում, որի գեղարվեստական բաժնի վարիչի Չարենցն էր, նախապատրաստվում էր Թումանյանի երկերի ժողովածուի հրատարակությունը։ Չարենցի հետ աշխատում էր Թումանյանի դուստրը Նվարդ Թումանյանը, որի հետ Չարենցը կոնֆլիկտ ունեցավ, բախում ունեցավ, եւ այնտեղ մի բան կար, այնքան նուրբ է գրում, ընդ որում այդ առաջին հատորը Չարենցը արեց գիտական պարտաճանաչությամբ, ակադեմիական բարեխղճությամբ։ Եվ այդտեղ Նվարդ Թումանյանի հետ հարցեր որ առաջացան, իր պատասխանը խոսք գրեց եւ ուզում էր հրաժարվել այդ խմբագրումից, բայց փառքաստու ամեն ինչ քարքին լուծվեց վերջում։ Ինչ է գրում, ասում է հաճախ մի գաղտնավանք հաճախ մի կետ ու ստորակետ ճշտելու համար ես գրադարանից ինչքան Թումանյանի գրքեր կա բերել եմ, որ տնեմ, համեմատեմ, ստուգեմ, վրիպակ չգնա, հիմա ինձ կանգնել բան եք սովորեցնում։ Չարենցը այդ ճշգրտությունն ուներ եւ որպես հրատարակիչ 28-35 թվականներին աշխատեց Պետրատում, բացառիկ բարձր ճաշակ ուներ եւ դա մեր հրատարակչության Չարենցյան տարիներն են, որ կարելի ասել Չարենցյան դարաշրջան տպագրեց եւ Թումանյան եւ շատերին, իսկ այս գիրքը բացառիկ է, այ Թումանյանի այս երկերը։ Եվ ի վերջո այս թվականներին է վերաբերում Չարենցի գիրք ճանապարհի ժողովածուն։ Հայտնի է, որ ժողովածուն պետք է լույս տեսներ 1933-ին, բայց հանգամանքների բերումով լույս տեսավ 34-ին։ Այս գրքում ունի Թումանյանին նվիրված քառյակներ, բացառիկ քառյակներ են։ Կա Մեծարենց, Կատերյան եւ բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։ Սա բացառիկ բարձր գնահատական է, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։ Եվ մեկ ուրիշ գործում ասում է, նա մեծ էր ավելին, քան եղավ, արմատներ ուներ նա հողում։ Ու շարունակում է։ Թումանյանի հանդեպ Չարենցի վերաբերմունքը նշանակում է եղել է մշտական, այ իր գրական մուտքի տարիներից, գրական մարդ դառնալու տարիներից, պարզապես ուսման տարիները արդեն գրական հակումներ ուներ, մինչև 16 թիվ, դրանից հետո մինչև կյանքի վերջը, որովհետև այլ առիթներ էլ կան, որ Թումանյանին հիշում է իր տողերում, գնահատումներ է անում, եւ սա պատահական չէ, տվեց մի բնորոշում մեր ամենամեծերին, որ ի վերջո նաեւ գալիս հասնում է իրեն, Կոմիտասին, Թումանյանին բնորոշեց հայրենի հանճար,
Սա ինքան լուրջ ու բացառիկ բնորոշում է հայրենի հանճար, ոչ թե սոսկ հանճար, այլ հայրենի հանճար, այս հողջերից ծնված, այս լեզվի զգացողությամբ, այս երաժշտության, այս ժողովրդի համար։ Հայրենի հանճար բնութագրելուն զուգահեռ Չարենցը Թումանյանին դրել է համաշխարհային արժեքներ կրող ու ստեղծող մեծերի կողքին, նաև այն պատճառով, որ Թումանյանը հայ պոեզիան հասցրել է համաշխարհային բարձունքների։ Չարենցը Թումանյանին գնահատեց որպես հայրենի հանճար։ Հայրենի հանճար, հանճարների շարքում, որովհետև նա դա էլ է գրել, Գյոթեի, Հոմերի հետ մեկտեղ հավասար նստել է քեֆի։ Դա կարծես է նրանից, որ համաշխարհային արժեքները գնահատում է Չարենցը եւ մեր արժեքները բարձրացնում է համաշխարհային աստիճանի եւ ոչ թե համաշխարհային չափով է չափում, այլ իր հայրենի նշանակությամբ այդ հանճարը որքան է ծառայել իր ժողովրդին, ինչ նշանակություն ու դեր ունի։ Հանճարները ինչքան ասես կա այդ դրսերում այստեղ այնտեղ ինչքանով են ծառայել մեր ժողովրդին։ Գրում են, չէ՞, երբեմն ազգությամբ հայ է, այ հետո ինչ որ հայ է։ Ազգությամբ հայը գնահատելի է, բայց ինչքանով է այդ ազգությամբ հայ անձնավորությունը իր հայրենիքին, իր ժողովրդին ծառայել։ Սա հույժ կարևոր բան է։ Դե դրսերում ուրիշ տեղեր ծառայել է, վաստակ է ստեղծել, էլի գնահատենք, բայց սա ուրիշ բան է։ Այնպես որ այս հայրենի հանճարը ես շատ բարձր եմ գնահատում եւ ի վերջո ինքը Չարենցն էլ դարձավ այդպեսին հայրենի հանճար։ Չարենցը եթե գնահատելու լինենք 20-րդ դարի համաշխարհային գրականության եզակի դեմքերից մեկն է։ Այլ բան, որ չի գիտակցում, այլ բան, որ այդ գիտակցությունը անգամ մերոնք լիարժեք չունեն, բայց դա այդպես է։ Հիմա Նարեկացին ինչքան պիտի անցներ, որ Նարեկացուն մի քիչ աշխարհը ճանաչեր։ 1000 տարի պիտի անցներ, որ Նարեկացին գնահատվեր Ֆրանսիայում, Ռուսաստանում, այլուրեք, ճանաչվեր, կարդացվեր, իմացվեր, հանճար է, չէ։ Որպես հայրենի հանճար, Թումանյանն ուղեկցեց Չարենցին մինչև կյանքի վերջը։ Չարենցն այնպես էր ներթափանցում թումանյանական տողերի ու ելևէջների մեջ, որոնք հոգեներգործուն ազդեցություն էին թողնում իր վրա։ Թումանյանի Մարոն բուժիչ նշանակություն ուներ Չարենցի համար։ Մարոյի ազդեցությամբ այնպես էր վերանում, որ դուրս էր նետում թմրադեղը, առանց որի նա արդեն չէր կարող ապրել։ Այսօր էլ Չարենց Թումանյան աղերսը երկուսի մահից հետո էլ ամուր է, երկուսի հայրենի հանճարի ու համաշխարհային բարձունքների հասցրած պոեզիան արդիական է ու հոգեներգործուն։ Ամենասիրելի Հովհաննես Թումանյանին, խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել ձեզ մոտ եւ ամենախորին հարգանքներս բերել ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին։ Այսօր ժամը 4-ին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից։ Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ ձեզ մոտ լինելու եւ հետևելու ձեր ամոքմանը, Նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն եւ այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը։ Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ դուք կարողանաք, կկազդուրվեք եւ կնվիրեք մեզ ձեր հազարան բլբուլը, որի մասին լսել եմ ես մանկությունից եւ սրտատրոփ սպասում եմ կատարմանը։ Ընդունեցեք իմ, ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ ձեր վերադառնալուն եւ պիտի գամ Թիֆլիս, իմ անհուն ակնածանքը բերելու ձեր վաստակած եւ իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան շռայլ ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր։ Նորից եւ նորից ցանկանում եմ ձեզ լիակատար առողջություն, համբուրում եմ ձեր վաստակած ձեռքը, ձեր Եղիշե Չարենց, Մոսկվա 1 հունվարի 1923 թվական։